Տրվեց 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը 2012 թվականի լոնդոնյան օլիմպիադայի շքերթին մասնակցել է 205 պատվիրակություն։ Նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի կողմից համակարգային փոփոխությունների մասին հայտարարությունները նոր փուլ են մտնում, կարծիք են հայտնում քաղաքագետները։ Անցնող շաբաթ Գյումրիում գումարվեց բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը, գործընթացին մասնակցել է Հայաստանի քաղաքաշինության նախարարը։ Անօթևանության եւ աղետի գոտու մյուս խնդիրները լուծելու համար կարևոր է, որ առաջիկա ընտրությունների հիմնական դերակատարը լինի ինքը ընտրողը։ Նման կարծիք են հայտնել մեր համակարգացիները Հարցախույս Գյումրիում։ Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեժ ընտրապայքար կանխատեսվում է նաև Հայաստանի 3-րդ քաղաքում Վանաձորում։ Այնտեղ քաղաքապետի հավանական թեկնածուների մի քանի անուն է շրջանառվում։ Բարև ձեզ, եթերում շաբաթնանց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Նախ Օբելյանական 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկի մասին։ 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի շքերթին մասնակցում էր 205 պատվիրակություն։ Ավանդույթի համաձայն շքերթը բացեցին Հունաստանի մարզիկները։ Հայաստանի պատվիրակությունն առաջնորդեց թեքվանդոյի վարպետ Արման Երեմյանը։ Օլիմպիադայի բացման արարողությունը տևեց 4 ժամ։ Մարզադաշտում ներկա էր 80,000 հանդիսական, իսկ հեռուստալսարանը կազմել է 4 միլիարդ մարդ։ Շարունակում ենք թողարկումը։ Նախագահական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի կողմից համակարգային փոփոխությունների մասին հայտարարությունները նոր փուլ են մտնում։ Քաղաքագետները խորհուրդ են տալիս շատ ուշադրություն չդարձնել դրանց եւ վերաբերվել ինչպես նախընտրական քարոզչության։ Մեր լրագրողը քաղաքական վերլուծաբանների հետ զրուցել է Ժառանգություն եւ Դաշնակցություն կուսակցությունների հայտարարությունների մասին։ Նշված քաղաքական ուժերը կողմ են առաջիկա նախագահական ընտրություններում համախմբվել միասնական թեկնածուի շուրջ, սակայն պայմանով, որ թեկնածուն ընտրվելու դեպքում պետք է լինի վերջին նախագահը։ Նա պետք է իրականացնի համապատասխան փոփոխություններ, որպեսզի Հայաստանը նախագահական կառավարման համակարգից ամբողջությամբ անցում կատարի խորհրդարանականի։ Կառավարման համակարգի փոփոխությունները ոչինչ նշանակել չեն կարող, քանի դեռ իրավական եւ ընտրական մեխանիզմները մեր երկրում հստակ չեն գործում։ Նկատում է ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։ Եթե խորհրդարանական կառավարման դեպքում խորհրդանը չի ձևավորվել ընտրությունների միջոցով, ապա անձերի կամ ձևերի փոփոխություններն էական չեն։ Պիտի աշխատի ազատ ընտրությունների մեխանիզմը, որ անգամ նման բլոկը եթե ստեղծվի, կարողանա հաջողության հասնի։ Այս տարիների ընթացքում նմանատիպ հայտարարությունների պակաս չի նկատվել, հիշեցնում է Մանվել Սարգսյանը։ Պատճառն այն է, որ տարբեր քաղաքական ուժեր երկրի ներկա բարդներ քաղաքական իրավիճակը հենց նախագահական համակարգով են պայմանավորում։ Երկրում գոյություն չունի իշխանություն ձևավորելու ազատ մեխանիզմ։ Եթե դա չունի, ինչ մեխանիզմ են ուզում եք դուք առաջարկել, ասեք հանրապետական լինի, ասենք նախագահական լինի, թե պարլամենտական լինի, դա արդեն վիճելի խնդիրներ են։ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի համոզմամբ նման հայտարարություններն ավելի շատ քարոզչական բնույթ ունեն եւ հետխորհրդային երկրներում հաճախ են քննարկման դաշտներ մուծվում։ Չնայած շատերի համար նախագահական կառավարման մոդելը նույնացվում է ավտորիտար ոչ ժողովրդավար համակարգի հետ, այնուամենայնիվ առաջիկայում անցում խորհրդարանական կառավարման համակարգի քաղաքագետը հավանական չի համարում։ Գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում, բացարձակ միգուցե Բալտյան հանրապետություններում եւ մասամբ Մոլդովայում նախագահական, ասենք, համակարգը լուրջ այլընտրանք դեռևս չունի, որը որ կապված է եւ ասենք ժողովրդական ինստիտուտների ոչ հստակ զարգացման, քաղաքական մշակույթի այլ ինչ որ արդյունքներով եւ այլն։ Ըստ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խորհրդարանական կառավարման համակարգը ժողովրդավարության իրական մոդելներից է եւ ինքը կողմ է, որ Հայաստանը զարգանա խորհրդարանական հանրապետության համակարգում, սակայն դա ոչ միայն ձևի փոփոխություն պետք է լինի, այլ նաեւ բովանդակության եւ որակի։ Շատերին թվում է, եթե նախագահի ինստիտուտը վերանա, կյանքը միանգամից կլավանա, ասում է քաղաքագետը, մինչդեռ ըստ նրա ամենօրյա քրտնաջան աշխատանքով եւ իրական բարեփոխումներով պետք է դրան հասնել։ Եթե օրինակ հիմա Հայաստանում չլիներ նախագահի պաշտոնը, նախագահի ինստիտուտը չլիներ, պատկերացրեք հանրապետական կուսակցությունը կարող էր 100 տարի իշխեր։ Շատ պարզ պատճառով հանրապետական կուսակցությունը ինչպես որ պարլամենտական ընտրությունները անցկացրեց, պերսոնալ պատասխանատվության խնդիր չի լինի արդեն, այդ պարլամենտով իրենք կարող են 100 տարի իշխեն, 1000 տարի իշխեն։ Այսինքն մեծ հաշվով դա որևէ բան չի տալիս։ Կցանկանայիք խորհրդարանական թե նախագահական երկրում ապրել հարցին մայրաքաղաքի բնակիչների կողմից հակասական պատասխաններ հնչեցին։ Երևի նախագահական այդ խորհրդանում որ նստում են,
Հիմա այդ դեպուտատների նկատմամբ եւ ոչ մի հավատ չունեմ։ Ես կուզեի, որ լավ երկիր լինի։ Պարլամենտականը ճիշտ է։ Կարծում եմ, որ պատերազմական վիճակում մեր մոտ միայն մենա իշխանությունը կարող է փրկել։ Ես ուզում եմ, որ երկիրը բարեկեցիկ կրնի, նախագահական կրնի, խորհրդանական կրնի։ Մի հարցում նրանք համակարծիք են, ինչպիսի կառավարման համակարգել, որ լինի մեր երկրում, առաջնայինը զարգացած ժողովրդավար եւ բարեկեցիկ պետություն ունենալն է։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։ Տեղափոխվենք Գյումրի, որտեղ անցնող շաբաթ գումարվեց բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը։ Կայացել է նաև կառուցվող բազմաբնակարան շենքերի նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 92 բնակարանի վիճակահանությունը։ Գործընթացին մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը։ Վերջինիս գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Գյումրի Մուշ 2 թաղամասում եւ հետևել շինաշխատանքների ընթացքին։ Գյումրիում բնակբաշխման հանձնաժողովն իր վերջին նիստը գումարեց։ Զուգահեռ կատարվեց անօթևան ընտանիքների բնակբաշխման վիճակահանության գործընթացը, որին մասնակցեցին նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած 92 ընտանիք։ Վիճակահանությամբ հատկացվեց 61 սենյականոց, 26 2 եւ 6 3 սենյականոց բնակարան։ Բնակբաշխման հանձնաժողովի նիստը ընթացավ բավականին լարված մթնոլորտում։ Ստացած բնակարաններից շահառուների մեծ մասը դժգոհ էր։ Եղան նաեւ շահառուներ, որոնց բնակարաններ չհատկացվեցին, այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ փաստաթղթերը քաղաքաշինության նախարարություն ժամանակին չեն ներկայացրել։ Մի համոզել։ Չեմ համոզում։ 24 տարի սպասել եմ։ Լավ, անգիր եք արել, խնդրում եմ։ Անդիր մնացել եմ, Նստեք, խնդրում եմ ձեզ։ Չեմ նստի, ամպադի։ Եկեք որ մենք Այստեղ թակում են այստեղ է, ես էլ այդտեղ ծերեմ։ Հանգիստ նստեք, անպայման ձեզ կլսենք։ Բոլոր փաստաթղթերը ունեմ, առաջինից հետացքին, երկրորդից հետացքին, այն երրորդ չորրորդն էլի չի բաներում, չգիտեմ, այնտեղ մի հատ կին կա նստած, այդ կինը։ Չի ուզում նույնիսկ լսել ինձ, չի ուզում լսել։ Քո աղջիկը ասում է 92 թվին բնակարան է ստացել, իրեն հետ դուրել է ստացել։ Ով է ասում, գնա կատաստրից թուղթ, գնացե բերել եմ, չկա։ Գնա բշետեից բե, բնաշետեից թուղթ են բերել, որը ինքը առնչություն չունի, էլի մոտ կա։ Բնակբաշխումից հետո էլ դեռ ավելի քան 1000 ընտանիք անտուն կմնա։ Իսկ թե ինչպես է կարգավորվելու նրանց բնակարանային խնդիրը քաղաքաշինության նախարարը տեղյակ չէ։ Առայժմ հստակեցված չէ, թե ինչպես է կարգավորվելու նաև այն ընտանիքների բնակարանային խնդիրը, որոնք փաստացի ապրում են տնակում, սակայն անօթևանի կարգավիճակ չունեն։ Շիրակի մարզում ընտանում է միայն երկրաշարժ անօթևանների հարցը, իսկ ովքեր անօթևան չեն, բայց բնակվում են տնակներում, դրանց ճակատագիրը ներկայացում ոչ մի հարց կարգավորված չի։ Հարի չվերջացնեն աղետի գոդու երկրաշարժ անօթևան ընտանիքների հարցը, այդ հարցին անդրադառնալ չի լինի։ Քաղաքաշինության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մուշ 2 թաղամաս։ Սամվել Թադևոսյանը հետևեց իրականացվող շինաշխատանքների ընթացքին, ապա սկսեց որոշ ցուցումներ տալ շինարարներին։ Բնակարանամուտ գյումրեցի անօթևանները կտոնեն սեպտեմբերին, տեղեկացրեց քաղաքաշինության նախարարը։ Շահագործումը նախատեսված է սեպտեմբերին, ընդ որում շահագործման հետ միասին նաև իր համապատասխան բոլոր ենթակառուցվածքներով պետք է ամբողջական հանձնվի, այսինքն ջրամատակարարում, ջրահեռացում, գազաֆիկացում։ Ներկայումս Մուշ 2 թաղամասում կատարվում են բնակարանների ներքին հարդարման աշխատանքներ։ Շինաշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցին, նշեց Glendale Hills շինկազմակերպության տեղի պատասխանատուն։ Ըստ Միքայել Ներսիսյանի որակական խնդիրներ եւս չկան։ Տվյալ պահին իրականացվում են բնակարանների ներքին հարդարման ավարտական փուլի աշխատանքները, լամինատապատման եւ բնակարանների ներկման աշխատանքները, ինչպես նաեւ արտաքին բարեկարգման աշխատանքները, ասֆալտապատման, արտաքին լուսավորության եւ կանաչապատման աշխատանքները։ Որևէ խնդիր տվյալ պահին չունենք, շինարարությունը իրականացվում է բարձր որակով, թե սեյսմականության առումով, թե բնակարանների ներքին հարդարման առումով։ Նշենք, որ սեպտեմբերին նախատեսված է շահագործման հանձնել 38 շենք, որից 33-ը Մուշ 2 թաղամասում, իսկ 5 շենք Անի թաղամասում, իսկ մարզի գյուղական բնակավայրերի շինաշխատանքների մեկնարկը ըստ քաղաքաշինության նախարարի կտրվի հաջորդ ամիս։ Փալակ Ֆարադյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Անօթևանության եւ աղետի գոտու մյուս խնդիրները լուծելու համար կարևոր է, որ առաջիկայում կայանալիք ընտրություններում հիմնական դերակատարը լինի ինքը ընտրողը եւ ոչ թե դարձյալ ունենան քաղաքական կուսակցությունների միջև ձեռք բերված հերթական պայմանավորվածությունների արգասիքը։ Նման կարծիք է հայտնել հարցված գյումրեցիների մեծ մասը։ Շատերի պնդմամբ պարտադիր չէ, որ օրինակ քաղաքապետի թեկնածուն ունենա կուսակցական պատկանելիություն, քանի որ ինչպես փորձն է ցույց տվել, կուսակցությունների միջև արկա լարվածություն ու ներկուսակցական խնդիրները բացասական անդրադարձ են ունենում։ Դիտեք Գյումրիում անցկացված լրագրողական հարցախույզը։
Կարևորը քաղաքին օգուտ տա։ Ինչ կպարտադիր է կուսակցական լինի, թե ոչ։ Առաջ որ ունենք կոմունիստական կուսակցություն, շատ բաներին էին օգնում, իսկ հիմա ուղղակի անունն է։ Ով մտածում է քաղաքի համար, ով անհանգստացած է ժողովրդի հոգսերով, կարող է լինի քաղաքապետ։ Ոչ մի կուսակցությանը չպատկաներ, ուղղակի պատկաներ հոգով, խղճով, աշխատանքով ժողովրդին նվիրվեր։ Կուսակցությունները վիճվին, կռվին կենեն աթորը եւ ամեն ինչի համար։ Արդյունքում միշտ կտուժե ժողովուրդը։ Ամեն ինչ գալիս է Երևանից։ Կուսակցական լինես, թե անկուսակցական լինես, դրանց չի հետաքրքրում։ Եթե իրենց խաղի կանոններից դուրս որևէ խաղ ես ձեռնարկել, ուրեմն դառնում ես այս իշխանությունների գրողը։ Համն ինչի է կուսակցությունը, որ մեկը մյուսի հետ մրցում են կուսակցական որպես։ Ժողովրդին նայելու համար մրցեն, դա ուրիշ է, որ լավ լինի ժողովրդի վիճակը։ Իսկ եթե որպես կուսակցական ժողովուրդը լավ լինելու համար է ապրում։ Կուսակցությունը ինչ, առաջ որ մենք կուսակցություն չունենք, չենք կարողանում ապրել, շատ լավ ենք ապրում։ Կարող է ժողովուրդը վաղը 10 հոգի տնեն տեխնացություն, ժողովուրդը բոլորի դեմ քվեարկե, ինչ որ մեկին, ասել մենք այս մարդուն ենք ուզում։ Իրա ղեկավարին ժողովուրդը պետք է մնա։ Այդ կուսակցությունները ամեն մարդ իր գրբանի համար, թող ժողովրդի համար բանը մենեն։ Ժողովուրդը արդեն հոգնել է այս քաշքշուկներից, այս վիճակից։ Կուսակցությունը մի կողմ ենք թողնում, ժողովուրդը շատ լավ հասկանում է։ Մեծ մասամբ ժողովուրդը կուսակցությունից գաղափարել չունի, որպես անձ, որպես մարդ, քաղաքին պետքական մարդ նրանք զգում են, ում պետք է նրան էլ կընտրեն։ Թեկուզ ժողովուրդն է ընտրի, իրանք այնպես կանեն, որ իրանց ուզածով լինի։ Ժողովրդին ով է հաշվի առնողը։ Եթե հաշվի առնեին, այսպես չէր լինի։ Նոր ընդրական տեխնոլոգիա է, որը փորձարկվում է Գյումրու վրա։ Գյումրեցիներին 3 հոգի իրար դեմ հանել, այդ ճիշտ չէ։ Այս կուսակցական խաղերն էլ, եթե ճիշտ վերցնենք, շատ մտածված ձևով շախմատային խաղ է։ Ոչ մի կոնֆլիկտ չկա։ Այս արհեստականորեն ուղղակիորեն մատուցվում է ժողովրդին, թե այս կուսակցությունը են, կուսակցության դեմ Սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեժ ընտրապայքար կանխատեսվում է նաև Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում։ Քաղաքապետի հավանական թեկնածուների մի քանի անուն է Վանաձորում շրջանառվում։ Մի քանիսն արդեն հաստատել են իրենց առաջադրման մասին լուրերը։ Օրինակ Վանաձորի ներկայիս քաղաքապետ հանրապետական Սամվել Դարբինյանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ևս քաղաքապետի իր թեկնածուն ունի։ Իր առաջադրման մասին հայտարարել է նաև Հայաստանում դատայրավական պաշտպանական իր գործերով հայտնի փաստաբան Կարեն Թումանյանը։ Քաղաքի նախընտրական տրամադրություններին ծանոթացել եմ գործընկեր Հերմինե Մկրտչյանը։ Վանաձորը ևս քաղաքապետի թեկնածուների պակաս չի ունենա, 3 թեկնածու արդեն հաստատել են իրենց առաջադրման մասին լուրերը։ Գործող հանրապետական քաղաքապետը Լոռու նախկին փոխմարզպետ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Էդիկ Կարախանյանը եւ փաստաբան Կարեն Թումանյանը, ով քաղաքական կուսակցական որևէ թիմի չի հարում։ Շրջանառվում է նաեւ Տարոն Ապրեսյանի անունը, ով հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան է։ Կան լուրեր, որ առաջադրվելու ցանկություն հայտնել է նաեւ ՀՀՇ-ական Կարեն Ադամյանը։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Սիմոնյանի կարծիքով, չնայած թեկնածուների բազմազանությանը, թեժ ընտրապայքար Վանաձորում հազիվ թե լինի։ Գործող քաղաքապետն ըստ նրա վերընտրվելու մեծ հնարավորություններ ունի, չնայած որ կուսակցության քաղաքական խորհուրդը նրա առաջադրման մասին որոշում դեռևս չի կայացրել։ Կուսակցությունը սովորաբար սատարելու հետ կապված հայտարարություններով հանդես է գալիս առաջադրման փուլում, երբ որ թեկնածուն առաջադրվում է, նոր է ժամանակել կուսակցությունը իր սատարելու մասին եւ ցանկացած այլ կուսակցություններ նոր այդ դեպքում իրենց դիրքորոշումները ճշտում են։ Այն, որ վանաձորցիներից շատերը քաղաքապետի պաշտոնում ուզում են նոր դեմք տեսնել, պարզեց քաղաքի տարբեր հատվածներում անցկացրած մեր լրագրողական հարցախույզը։ Վանաձորցիները գլոբալ փոփոխություններ չեն ակնկալում, դա ըստ նրանց հայաստանյան իշխանությունների խնդիրն է, բայց ինչ վերաբերում է քաղաքի բարեկարգմանը, մաքրությանն ու քաղաքապետարանի գործունեության հետ կապված մյուս հարցերին, հարկավոր է բարեխղճորեն մոտենալ, կարծում են քաղաքի բնակիչները։ Սկզբնական խոստումները, սկզբնական ասենք այդ բարեհամբույր վերաբերմունքը դա տանում է մեզ կործանման։ Ես չեմ հավատում, որ կա լիարժեք
ոնց ասած ժողովրդի կողմից գնացող ինչ որ մի ղեկավար։ Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ всё-таки ժողովուրդը իր ձայնը ունի, օրինակ մենք սպասում էինք, որ էլի կընտրվի նույն տեխնացուն ազգային ժողովի կազմի մեջ։ Ընտրությունները դրանք գալիս ու գնում են, խնդիրները մնում են։ Ժողովրդի մասին պետք է ժողովուրդը մտածի։ Մի քիչ պահանջկոտ լինի։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ըստ Վանաձորի բնակիչների ոչինչ էլ չեն փոխի իրենց կյանքում։ Խնդիրները Հայաստանի երրորդ քաղաքում լուրջ են։ Գործազրկության բարձր մակարդակ, արտագաղթող քաղաքացիներ, պետական հոգացություն է անհրաժեշտ, որ օրինակ սկսեն գործել քաղաքի հայտնի արդյունաբերական գործարանները, վանաձորցին աշխատանք ունենա ու երբեք չմտածի երկիրը լքելու մասին, նշում են բնակիչները։ Աշխատանքային տեղերը չկա, մեղք են ժողովուրդը, դեն չի կարելի։ Սա ջահելությունը գնաց։ Մարդ չի մնացել։ Մեր քաղաքը այդ ձևի հանգշտում է, 40 բնակարան ենք եղել, 15 ենք։ Այն 25-ը թողել փախել են Ռուսաստան։ Խոստումներ եղել են, բայց փոփոխություն չել, էլի ինչքան գնամ, ավելի վատ են գնում։ Վանաձորցիները կարծիք են հայտնում, որ լուրջ այլընտրանքային տեխնացուի առաջադրման դեպքում հնարավոր կլինի հասնել արմատական փոփոխությունների, ինչպես եղավ օրինակ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որևէ քաղաքական ուժի աջակցությունը չվայելող падգամավորի տեխնացուն ստացավ ընտրողների մեծ մասի վստահության քվեն։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Վանաձոր։ Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն անցնող շաբաթ մերժեց Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը։ Ըստ Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված բողոքի քրեական գործի հարուցմամբ խախտվել են իր վստահորդի իրավունքները։ Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդներին 2-ից 6 տարի ազատազրկելու դատարանի որոշմանը հաջորդեցին բողոքի ակցիաներ դատապարտող հայտարարություններ եւ բուռն քննարկումներ տարբեր հասարակական ու քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Բողոքի ակցիայի տեղ ունեցել նաեւ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Կառավարության շենքի դիմաց անցնող շաբաթ կրկին բողոքի ակցիային անցկացրել զոհված զինծառայողների մայրերը, ովքեր պահանջում են արտար դատավարություն։ Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը կրկին հացադուլ անելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ էր։ Նա հանդիպում է ունեցել ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանի հետ։ Գալայի աշխատախումբը Շուշիում, Ստեփանակերտում եւ Տիգրանակերտի Պեղավայրում շարունակվում է Արցախում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն անցնող շաբաթ մերժեց Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր դատարան պահանջելով վերացնել ազգային անվտանգության ծառայության կողմից մայիսի 25-ին Civitas հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին որոշումը։ Դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ բողոքը քննել է դրամփակ նիստում։ Ըստ Տիգրան Աթանեսյանի կողմից ներկայացված բողոքի քրեական գործի հարուցմամբ խախտվել են իր վստահորդի իրավունքները։ Երևանի կենտրոն եւ Նոր Քմարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած բողոքում Վարդան Օսկանյանի փաստաբանը վիճարկում է քրեական գործ հարուցելու Հայաստանի ազգային անվտանգության ծառայության որոշումը եւ խնդրում էր այն վերացնել։ Այսօր տեղի ունեցած դատական նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց մերժել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի։ Քրեական գործի վարույթը կարճել, անցագործության դեպքի կամ անցակազմի բացակայության պատճառաբանությամբ ամբողջությամբ մերժել անիմը լինելու պատճառով։ Որոշումը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան։ Հիշեցնենք, որ Civitas հիմնադրամի քրեական գործը քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։ Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի կայացված վճիռը ապացույցներ այն փաստի, որ մեր իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացնում։ Այս մերժումը հաստատեց մի փաստ, որ պարոն Օսկանյանը ամենասկզբից տվել է շատ ճիշտ գնահատական, սա քաղաքական հետապնդում է, այլ ոչ թե իրավական։ Civitas-ի հիմնադիր Վարդան Օսկանյանի համոզմամբ տեղի ունեցած դատական նիստն ու դատավճիռը եւս մեկ անգամ ապացուցեցին, որ գործը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունում պետք է դիտարկել։ Գալիս է ամրագրելու մեր նախնական այն տեսակետը, որ սրա հիմքում այլ նպատակներ կան, ես այլ բան չունեմ մտածելու կան հանքելու այն եզրակացության, որ սա քաղաքական նպատակներ է հետապնդում։ Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև Civitas-ում սկսված հարկային ստուգումներին, նշելով, որ իրենք ստուգման երևույթին նորմալ են վերաբերում, սակայն խնդիրն այն է, որ շահարկվում է 190-րդ հոդվածը, ինչը ենթադրում է փողերի լվացում։ Օրենքի թույլատրած ճանապարհով նրանք կարող էին գալ, ստուգել, եւ ես անձամբ եւ Civitas-ը առհասարակ շատ նորմալ կվերաբերվեր դրան։
բայց որ քրեական ինչ որ 190 հոդվածով այս բոլորը իրեք այսպես երեսապատված է ասեմ, դա արդեն մեզ այլ հետևությունների է բերում։ Հիշեցնենք, որ հունիսին նույն պահանջով նախկին արտգործնախարարը դիմել էր գլխավոր դատախազություն, սակայն կառույցում հրաժարվել էին կարճել Civitas-ի գործը, չհրապարակելով անգամ Վարդան Օսկանյանի բողոքի մերժելու պատճառները։ Նունե Գրիգորյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Երևան։ Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդներին 2-ից 6 տարի ազատազրկելու դատարանի որոշմանը հաջորդեցին բողոքի ակցիաներ, դատապարտող հայտարարություններ եւ բուռն քննարկումներ տարբեր հասարակական ու քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Իշխանությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ չեն փոխել ահաբեկելու եւ ճնշումներ բանեցնելու իրենց ավանդական գործելավոճը, նշել են քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ։ Երիտասարդների գործով դատավճիռը վերջիններս քաղաքական հետապնդում են համարում։ Մանրամասները Երևանում աշխատող իմ գործընկերների պատրաստած տեսանյութում։ Երիտասարդների հետ կռվող պետությունը միայն ծիծաղ եւ նողկանք կարող է առաջացնել, ասում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Ըստ նրա, իշխանություններն այս քայլով փորձում են ցուցադրել վարչակարգի ուժը եւ ահաբեկել։ Այդ երիտասարդները ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին են պատկանում, ոչ էլ մեկ այլ քաղաքական գործչի կամ ուժի։ Երիտասարդները հասարակությանն են, իսկ բաժանարար գծերը եւ երևույթները կուսակցականացնելու մոտեցումները միայն կարող են խանգարել, որպիսի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրում, նշում է Տիգրան Խզմալյանը։ Գեղեցիկների խումբը, որը զավթել է իշխանությունը Հայաստանում տարիներ շարունակ եւ գեղեցում է ազգը, պետությունը, հերթական անգամ պատանդ են վերցնում հանձինս այդ երիտասարդների, մենք տեսնում ենք պատանդ։ Մամուլագետ քաղաքացիական ակտիվիստ Ծովինար Նազարյանի գնահատմամբ նախագահական ընտրություններին ընթരാճ նման դատավճիռը նախազգուշացնելու գործառույթ է իրականացնում։ Մինչդեռ իշխանությունների հաշվարկները սխալ դուրս եկան եւ ճիշտ հակառակ արձագանքը եղավ։ Տեղի ունեցավ քաղաքական եւ քաղաքացիական համախմբում, նշում է ակտիվիստը։ Ակնհայտորեն սա քաղաքական որոշում էր, հաշվեհարդար տեսնել ՀԱԿ ակտիվիստների հետ եւ սա ուղերձ էր ոչ միայն ՀԱԿ-ին, այլև ընդհանրապես ակտիվիզմին եւ ակտիվիստներին։ Իշխանությունները սկսել են ավելի տագնապել քաղաքացիական ակտիվիստներից, իսկ թխված գործերով նմանատիպ դատավճիռները դրա վառ ապացույցն են, համոզված են զրուցակիցներս։ Եթե դա մեսեջեր ուղերձ էր, եթե դա ինչ-որ բան ապացուցելու փորձ էր, ապա ճիշտ հակառակն է կատարվում։ Մենք ել ավելի ենք ընդվզում, մենք ել ավելի ենք գիտակցում ռեժիմի հանցավոր բնույթը, որովհետև կրկնում եմ, սա մանկապղծություն է, սա պետության դեմ, հասարակության դեմ ծանրագույն մեղք է։ Եթե սկզբում իշխանության թվում էր, որ քաղաքական ակտիվությունը կչեզոքացվի քաղաքացիականի հաշվին, նորից եմ կրկնում, իրենց հաշվարկները սխալ դուրս եկան, բարեբախտաբար, եւ քաղաքացիական ակտիվությունը հիմա նրանց նույնպես սպառնում է այնքան, ինչքան քաղաքականը կարող էր սպառնալ։ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով կայացված վճիռը այս օրերին բուռն քննարկման նյութ է դարձել հատկապես սոցիալական կայքերում։ Վճիռը դատապարտող գրառումներով հանդես են գալիս թե քաղաքական, թե մշակութային ճանաչված գործիչներ։ Դերասան հաղորդավար Հովհաննես Ազոյանը Facebook-յան իր էջում անդրադառնալով դատավճռին նշել էր. այն մարդիկ, ովքեր չեն լռել Մաշտոցի պուրակի եւ Հարսնաքարի հետ կապված ու հիմա պատրաստվում են լռել ՀԱԿ երիտասարդների դատավճռից հետո, ապա թող լռեն Հավիտյան։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես հիասթափություն է հայտնել եւ զուգահեռներ անցկացրել իր դեմ հարուցված քրեական գործի հետ։ Facebook-յան իր էջում Օսկանյանը գրել էր. հաշվի առնելով խտրական արդարադատությունը, քաղաքական հաշվիարդարները եւ խեղված արժեհամակարգերը, դատարանի կողմից անընդունելի որոշում է կայացվել։ Սիրանուշ Հարությունյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս, Երևան։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության շենքի առջև տասնյակ քաղաքացիներ անցնող շաբաթ դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել ի պաշտպանություն դատապարտված ակտիվիստների։ Մինչ ակցիայի մեկնարկը գլխավոր դատախազության շենքը արդեն շրջապատված է եղել մոտ 3 տասնյակ ոստիկաններով։ Բացի կոնգրեսի ներկայացուցիչներից ակցիային մասնակցել են նաև այլ քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստներ։ Մեր լրագրողի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության падգամավորները նշել են, որ սա միայն պայքար չէ կոնգրեսի երիտասարդների համար, քանի որ ցանկացած քաղաքացի, ով ցանկալի չէ իշխանությունների համար, կարող է հայտնվել նման իրավիճակում եւ դառնալ անօրինական վճիռների ու քաղաքական հետապնդումների զոհը։ Նշենք, որ ակցիաները շարունակական բնույթ են կրում։
Իսկ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիային անցկացրել զոհված զինծառայողների մայրերը։ Նրանք երկրի իշխանություններից պահանջել են իրենց որդիների գործերի բացահայտում եւ արտարդատավարություն, որտեղ կորուստ ծնողները նամակ են փոխանցել երկրի վարչապետին։ Զոհված զինծառայողների մայրերին է միացել նաեւ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով մտավախություն է հայտնել, որ անօրինականությունների զոհը մի օր էլ իր որդին կարող է լինել։ Բողոքի ակցիայի նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ էր նախկին ոստիկան Մխիթար Ալումյանը կրկին հացադուլ անելու նպատակով։ Մխիթարը ոստիկանապետի հետ հանդիպում է պահանջել իր խնդրի վրա ուշադրություն սևեռելու նպատակով։ Հիշեցնենք, որ Մխիթար Ալումյանը պահանջում էր ծառայության ընթացքում իրեն չհատկացված հավելավճարների տրամադրում։ Նախկին ոստիկանը հանդիպում է ունեցել Հայաստանի ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանի հետ։ Մխիթարի հետ զրույցում վերջինս նշել է, որ չկան ապացույցներ նրա ծառայողական կենսագրության մասին։ Մխիթարի բողոքն ուղղված է Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին։ Վերջինից նա պահանջում է հանդիպում իր խնդրին դրական լուծում ստանալու ակնկալիքով։ Նախկին ոստիկանին իր մոտ է հրավիրել ոստիկանապետի օգնական Մերուժան Հակոբյանը, սակայն Մխիթարի հավաստմամբ նա վիրավորական արտահայտություններ է կատարել իր հասցեին։ Հիմա ինձ ասում են ոստիկանապետի օգնականը մեջքից դանակով խփող է նման։ Ոստիկանապետի օգնականը կոնկրետ ասում է՝ դու մեզ ապացույց չես ներկայացրել, մենք ինչից ելնենք, դու մեզ ասում են չես ծառայել, մենք դրա հիման վրա պատասխան ենք ուղարկել, որ չես ծառայել։ Հիշեցնենք, որ Մխիթարը 2 ամիս առաջ նախագահի նստավայրի դիմաց ինքնահարկիզման փորձ էր կատարել։ Նախկին ոստիկանը դժգոհում է նաև, որ բացի այն հանգամանքից, որ իրեն պայմանական զինծառայության չեն ընդունում, անգամ նախկին թիմակից ընկերներն են խուսափում իր հետ շփումից աշխատանքի կորստի մտավախությամբ։ Իմ վաշտ 80 հոգի են, 80-ից մեկը այսօր իմ հետ չի շփվում, վախենալով որ գործից կհեռացեն, բայց Աստված չանի 80-ից մեկին բաննի հաստատ մեջքին կանգնած են։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շենքի մոտ հացադուլի հայտարարությունից եւ ոստիկանապետի օգնականի հետ զրույցից հետո Մխիթարին հուզող խնդիրը լուծում չի ստացել եւ նա այցելել է Գալա հեռուստաընկերության Երևանյան գրասենյակ, որտեղ ներկայացրեց իր անհանգստություններն ու պայքարելու վճռականությունը։ Երևան քաղաքային վարչության պետի մոտ տարան Օսիպյան Վալերիի մոտ, մտա հետը մի 15 րոպե առանձնազրույց ունեցանք։ Մի շաբաթ խոսք կա տվել, ասել է շաբաթվա մեջ, մի շաբաթվա մեջ մաքսիմում լրիվ գործը նորից նախարարի կարգադրությամբ կստուգենք, եթե ծառայել ես լումա առ լումա կտանք։ Խաղաղականի նամակի պատասխանը տվել է, թե իբր ես ոչ մի լումա չունեմ ստանալու, վերջ մատյաները չի պահպանվում։ Մխիթարը նշեց նաև, որ վախենում է իր կյանքի եւ անվտանգության համար։ Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին եւ նախագահականում եւ ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների եւ աշխատավարձի հարցը, ինչպես նաև աջակցել հիվանդ աղջկա բուժօգնության հարցում։ Նունե Գրիգորյան, Գարիկ Ազիբեկյան, Գալանյուս, Երևան։ Մեր հարևանները նախագծի շրջանակներում շարունակվում է Արցախում նկարահանված տեսանյութերի ցուցադրումը։ Այժմ առաջարկում եմ դիտել տեսանյութերի շարքը շաբաթն անցի շրջանակներում, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ, որոնք ընդգրկում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերը։ Կառուցվում են ուսումնական, առողջապահական, կրթական ու մշակութային կենտրոններ, հիմնանորոգվում են գյուղական ճանապարհները, կառուցվում ջրատար ու գազատար համակարգեր, նշում է Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Վերջերս շահագործման է հանձնվել նաև Արցախ թաղամասը, որտեղ բնակվելու են զինվորական ծառայողների ընտանիքները։ Բնակարաններ նախատեսված է հատկացնել նաև երիտասարդ ընտանիքներին, սակայն այս ամենին զուգահեռ առանձին շրջաններում արցախյան հերոսամարտի հետևանքները դեռ տեսանելի են։ Իրականացվելիք ծրագրերի աշխարհագրությունը տարեստարի ընդլայնվում է, որը կառավարության ղեկավարի խոսքերով պայմանավորված է նաև Հայաստան համահայկական հիմնադրամի ներդրումներով։ Ենթակառուցվածքների, ինչու՞ չէ նաև նույն գյուղական բնակավայրերում տարբեր մշակութային կրթական օջախների կառուցման համար հենց հիմնադրամի աշխատանքները ամբողջությամբ ուղղված է մեր գյուղերին եւ գյուղական բնակավայրերի զարգացման ուղղությամբ դպրոցներ, մանկապարտեզներ, կենտրոններ, գյուղական Շինարարական աշխատանքներ իրականացվում են ոչ միայն քաղաքային, այլև գյուղական բնակավայրերում։ Աշխատանքներն իրականացվում են բարձր որակով, մասնագետ կադրերի պակաս եւս չկա։ Շինաշխատանքներում ներգրավված են ինչպես տեղի մասնագետներն, այնպես էլ ժամանակավորապես Արցախ տեղափոխված հայաստանցիները։ Այդպիսի մի խմբի մենք պատահաբար հանդիպեցինք այն հյուրանոցային համալիրում, որտեղ կանգ առել էինք։ Խմբի ղեկավար Գագիկ Նազարյանը, ով Հայաստան համահայկական հիմնադրամի ներկայացուցիչն էր, մեծ զրույցում նշեց, որ մի քանի տարի է ինչ աշխատում են Արցախում։ Ներկայումս շինաշխատանքներ իրականացնում են Հադրութի շրջանում։ Ներկա պահին ունենք շատ ծրագրեր, Արցախում շատ ունենք։
ծրագրեր, Շուշիում ունենք, Հադրութի շրջանում ունենք շատ ծրագրեր, Մարտունիում ունենք ծրագրեր, եւ ջրամատակարարում, եւ դպրոցներ, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, կառուցվել է մի շարք գյուղերի ջրամատակարարման ծրագրեր, հիմնականում եղել է ջրամատակարարման, Արցախի ջրամատակարարման գյուղերի ջրերի վերականգնման, ջրամատակարարման վերականգնման ծրագրեր։ Ներկայդրությամբ որոշակի ծրագրեր ընթացքի մեջ են, որոշակի ծրագրեր արդեն ավարտման փուլում են։ Հադրութի շրջանի Դրախտիկ համայնքում ներկայումս կառուցվում է մանկապարտեզի, ինչպես նաև նոր համայնքային կենտրոնի շենք։ Ծրագիրը համաֆինանսավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։ Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչև 50 երեխա։ Շինաշխատանքներն իրականացնում է Նվեր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ընկերության աշխատակիցը մեծադրությամբ նշեց, որ շինաշխատանքները ավարտման փուլում են։ Ներկայումս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։ Մանկապարտեզն առաջիկա օրերին կհամալրվի նաև անհրաժեշտ գույքով։ Երեխաների քանակի, հարմարություններով ամեն ինչով։ 50 տեղանոց մանկապարտեզը։ Մենակ է գյուղի համար։ Որտեղ գյուղ զարգացում ունի, դրաման 50 տեղանոց համար։ Հələ ինչ որ կավա 70 տեղավորի։ Ջրամատակարարում կա, գազը կա։ Կառավարության ֆինանսավորման կավարտվի նաև շուտով մանկապարտեզի բարեկարգման, արտաքին բարեկարգման աշխատանքները եւ կհանձնվի արդեն շահագործման։ Հենց մանկապարտեզի կողքը կառուցվում է նաև համայնքային կենտրոն, Դրախտիկ գյուղի համայնքային կենտրոնը, որը իր մեջ կընդգրկի գրադարան, բուժկետ։ Հանրապետության երկրորդ քաղաքի Շուշիի վերականգնման ուղղությամբ եւս քայլեր ձեռնարկվում են, նշում է վարչապետը։ Առաջիկայում նախատեսված է որոշ նախարարություններ մայրաքաղաք Ստեփանակերտից հանրապետության երկրորդ քաղաք Շուշի տեղափոխել, ինչը կնպաստի քաղաքի զարգացմանն ու զբաղվածության խնդրի կարգավորմանը։ Փայլակ Ֆարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։ Այս բնակելի շենքերի շինաշխատանքները մեկնարկել էին դեռևս 2009 թվականից։ Շինաշխատանքներն իրականացվել են բարձր որակով, նշում է Հանրապետության վարչապետը։ Արցախում տարեկան 100 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են իրականացվում, որոնք ընդգրկում են ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերը։ Արցախ թաղամասի բազմաբնակարանները, որոնք շահագործման են հանձնվել 2012 թվականի հունվարին, հիմնականում նախատեսված են եղել զինվորական ծառայողների ընտանիքների, ինչպես նաև զոհված զինծառայողների հարազատների համար։ Վարչապետն ասում է, թե բազմաբնակարաններ տրամադրվում են նաև հիպոթեկային վարկավորման ծրագրով։ Արցախում գործում է հիպոթեկային վարկավորման մեխանիզմներ մինչև 15 տարի ժամկետով, տարեկան 6% մարման տոկոսադրույքով եւ այդ ծրագրի շրջանակներում եւս մեր հայրենակիցներին, երիտասարդ ընտանիքներին հատկացրել ենք բնակարաններ։ Մայոր Սուրեն Խաչատրյանի ընտանիքը նորակառույց բնակարան տեղափոխվել է շահագործումից անմիջապես հետո։ Արցախցուն վայել ջերմությամբ ու հյուրասիրությամբ մեզ ընդունեցին ամուսինները։ Ընտանիքի հայրն ասում է, թե նախկինում ապրել են հայրական տանը, որտեղ կենցաղային պայմանները բացակայել են։ Արցախյան հերոսամարտին մասնակցած իր նվիրյալների նկատմամբ իշխանությունները ունեն առանձնահատուկ վերաբերմունք, նշում է մայորը, ում զույգ զավակները ներկայումս ծառայում են բանակում։ Երկու տղա ունենք, զույգ տղաներին, նրանք էլ ծառայում են, շուտով պիտի վերջացնեն տուն գան։ Պայմանները շատ լավ են, նախագիծն էլ լավ, շինարարության որակն էլ լավ, շատ գոհ ենք մենք։ Կա մի շենք, որ պիտի տրամադրում է զոհվածների ընտանիքներին, մի շենքից կան երկկողմանի ծնողազորկներին է տրամադրվել, եւ մի շենքն էլ, չքան գիտեմ, հիմնադրամի միջոցով վաճառում է, վարկերով վաճառվել է բնակչությանը։ Արցախ թաղամասում կառուցվել են խաղահրապարակներ, բարեկարգվել եւ կանաչապատվել է տարածքը, որը ինչպես թաղամասի բնակիչների, այնպես էլ արցախցիների համար դարձել է յուրօրինակ զբոսատեղի։ Արցախի համաչափ զարգացումը իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում է, փաստում է վարչապետը։ Գյուղական բնակավայրերում եւս լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ անհատ բարերարների միջոցներով։ Մարտակերտի շրջանի Վան գյուղում ռուսաստանաբնակ Լևոն Հայրապետյանի միջոցներով կառուցվել են հյուրանոցային համալիրներ։ Վերակառուցվել է մանկապարտեզի շենքն ու համայնքային կենտրոնը։ Վանքի գյուղապետ Անդրեյ Սարգսյանը նշում է, արցախյան հերոսամարտի հետևանքներն գյուղում ամբողջությամբ վերացված են։ Գյուղացիները սաղ կռիվ են արել, ոչ մեկը ստեղից դուրս չի եկել, մնացել են գյուղում, պաշտպանել մեր գյուղը։ Այսօր մեր երեխաները
Մեր գյուղը այսօր ինքը որ ասում եմ իրանք աշխատում են, իրանք ուրախ են, որ ոչ մի թուրք չի մտել ստեղ եւ իրանք մենք ենք տիրություն անում եւ մեր որ ասում ուրախ ենք որ մեր հողու ջուրում ենք ապրում 1560 բնակիչ ունեցող գյուղում ապրողների հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, նշում է համայնքապետը։ Վանքում գործում է նաև փայտամշակման արտադրամաս, այստեղ աշխատում է գյուղի բնակչության 30%-ը։ Փարքաստիլյոլը հայրապետյանեն, որ մի գործատվել է սացերքսիմու քյուլայի տանը մեր տոնով։ 1998 թվականից այստեղ եմ, մի հատ բակվա ոչ մի բանից չեմ օգտվում, հա, ինքս բակվա փախստական։ Դե այստեղ աշխատում ենք Տեպական հիմնական աշխատում ենք ապրում։ Երիտասարդները զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մեզ ունենք բանի դաշտեր ցորենի։ Այս տարի 65 ընտանիք ցանելած ցորեն։ Այսինքն իրանց սեփականաշնորհված հողերում ունենք հողամասեր, որը գտնվում է գյուղից 50 կիլոմետր ներքև ստեղից գնում են դեր հողը մշակելու։ Նշենք, որ Վան գյուղում նախատեսված է կառուցել նաև զինվորական ակադեմիա։ Շինաշխատանքները իրականացվելու են բարերար Լևոն Հայրապետյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Շինաշխատանքների մեկնարկը կտրվի աշնանը։ Փայլակ Վարդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։ Գանձասար տանող ճանապարհն անցնում է Վանք գյուղով, եւ երբ մենք անցնում էինք այդ ճանապարհով, մեր առջև բացվեց գեղեցիկ տեսարան, այն որ Արցախը մշտապես հայտնի է եղել իր կուսական բնությամբ, գեղատեսիլ վայրերով, պատմամշակութային արժեք ներկայացնող հազարավոր կառույցներով, մեկ անգամ եւս համոզվելու առիթ ունեցանք։ Վանք գյուղ վերադառնալու պատրաստակամությամբ մենք շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Գանձասարի եկեղեցի։ Գանձասարի վանքի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը։ Վանքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է Արցախի իշխանած իշխան Հասան Ջալալ-Դոլան 1216-ից 38 թվականներին։ Գանձասարը եղել է առաջնորդարան, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ Այնտեղ ստեղծվել են բարձրաժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, ովքեր նպաստել են տեղի եւ հարակից շրջանների մշակութային կյանքի զարգացմանը։ 1700 թվականին, երբ որ Իսրայելորին եկավ այստեղ եւ հայտնի այդ գաղտնի ժողովը գումարվեց, հենց այս եկեղեցու գավիթում է գումարվել, այս հալը ի Հասան Ջալալ կաթողիկոսի ղեկավարությամբ եւ այստեղ գրվեց այն հայտնի նամակը Պետրոս առաջին կայսեր, որ Հայաստանը ուզում է միանալ Ռուսաստանին, ճիշտ է։ Հայաստանը 100 տարի հետո միացավ եւ հենց դա էլ եղավ անկումը Աղվանից կաթողիկոսյան, այլևս Աղվանից միտրոպոլիտություն եղավ հետո թեմ, որը փակվեց վերջնականապես 1933 թվականին։ Եկեղեցին վերահսկվեց 1989-ին եւ առաջի վանահայրը եղավ այն ժամանակ Միքայել Վարդապետ Աջապահյանը, որը այսօր Շիրակի թեմի առաջնորդն է։ Հոգևոր այս կառույցը միջև այսօր էլ պահպանել է իր նախկին տեսքը, նշում է եկեղեցու հոգևոր հովիվ Գրիգոր Քահանա Մարկոսյանը։ Արցախյան հերոսամարտի տարիներին ազերիները պարբերաբար ռմբակոծությունների են ենթարկել եկեղեցին, սակայն Գրիգոր Քահանա Մարկոսյանը նշում է, այն երբեք չի խոնարհվել։ Վնասվել է միայն եկեղեցու հարևանությամբ գործող միաբանության շենքը, որը բարերարների միջոցներով կար ժամկետում վերակառուցվել է։ Սա թիրախ էր Գանձասարը ընդհանրապես թուրքերի, ազերիների համար։ Անընդհատ կրակում էին, ռմբակոծում էին, բայց տիրոջ ձեռքն էր երևի պահապան, որ պահում էր եկեղեցին ու ոչ մի վնաս չեղավ եկեղեցուն։ Եվ վերջին հաշվով ես պետք է ասեմ, որ մեր զինվորները պահում էին մեր սրբությունները, մեր սրբություններն է մեր զինվորներին։ Եվ պետք է ասել, որ այս շենքը, երբ որ մաքրվում էր, ահագին խաչքարեր դուրս եկան, այս խաչքարերը հենց հիմա այս հենած են այս հարավային պատին։ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին համաշխարհային մշակույթում ընդգրկված 5 հուշարձաններից երրորդն է։ Վանական համալիրը ինչպես հազարավոր զբոսաշրջիկների, այնպես էլ արցախցիների համար եղել եւ մնում է ուխտատեղի։ Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ կատարվում են ինչպես հարսանեկան, այնպես էլ Սուրբ Մկրտության արարողություններ։ Եհեր մահու եւ հարուսան համբարձավար հորմեծակյաց որ երկրպագիր կամուրած և տրավորած ընթոր Եսուս հոգու
Եկեղեցու դերը նշանակալի է Արցախի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում։ Եկեղեցի հասարակություն կապը ամուր է։ Արցախցին ապրում է հոգևոր կյանքով, ակտիվորեն մասնակցելով եկեղեցական բոլոր արարողություններին ու ծիսակատարություններին։ Իներ Ղարաբաղում չգալ Գանձասար, ես կարծում եմ դա հանցագործություն է։ Յուրաքանչյուր հայ պիտի լինի Գանձասարում։ Տեսնի ես հրաշք բնությունը, ես հրաշք եկեղեցին, ես հրաշք ժողովրդի ստեղծածը ամեն ինչ։ Չտեսներ Գանձասարը, այդ եկեղեցին, Շուշին չտեսներ, ոնց որ ստեղ չես եղել։ Մեր ուխտը կատարած համարելով մենք հրաժեշտ տվեցինք եկեղեցու հոգևոր հովին եւ ճանապարհվեցինք դեպի Վանքյուղ։ Ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առանձին շրջաններում կարելի է հանդիպել հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր վստահորեն նշում են, արցախցիների ջերմ վերաբերմունքի եւ հյուրասիրության շնորհիվ ցանկանում են նորից ու նորից վերադառնալ այստեղ։ Զբոսաշրջության յուրօրինակ վայր է դարձել Մարտակերտի շրջանի Վանքյուղը, շնորհիվ իր կուսական բնությամբ, գեղատեսիլ վայրերով եւ առաջարկվող ծառայություններով։ Երկրորդ անգամ եմ գտնվում այստեղ, առաջին անգամ եղել եմ 3 տարի առաջ։ Հիմա հայրիկիս հետ եմ եկել Արցախ։ Վանքյուղը հայրիկիս ծննդավայրն է։ Այստեղ ամեն ինչ հիանալի է, պարզապես հրաշալի։ Գեղեցիկ հյուրանոցներ, կուսական բնություն, մի խոսքով ամեն ինչ հիանալի է։ Իսկ Ղարաբաղյան ուտելիքները շատ համեղ են։ Արցախցիների ջերմ վերաբերմունքը եւ հյուրասիրությունը յուրահատուկ է։ Կարծում եմ, որ մենք նորից ու նորից կգանք այստեղ։ Այն, որ գյուղը հատկապես վերջին տարիներին մեծ զարգացում է ապրել, տեղաբնակները պայմանավորում են ինչպես իշխանությունների վարած քաղաքականությամբ, այնպես էլ գյուղի բարերար ծնունդով վայքեցի Լևոն Հայրապետյանի ներդրումներով։ Նրա շնորհիվ է, որ բարեկարգվել է գյուղ տանող ճանապարհը, կառուցվել մանկապարտեզ, առողջապահական ու կրթական այլ հաստատություններ։ Փայլակ Վարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։ Շիկակար, քարագլուխ, քար, նաև Շուշիբերդ։ Հիմա մենք Արցախի երկրորդ քաղաքում ենք։ Պատմական աղբյուրներում Շուշին հայտնի է որպես բնական անմատչելի դիրք ունեցող բերդաքաղաք, որտեղ թշնամու արտաքին հարձակումներից պաշտպանվել է գավառի բնակչությունը։ 19-րդ դարում Շուշին եղել է Անդրկովկասի առևտրական, արհեստագործական ու մշակութային խոշոր կենտրոններից մեկը։ Քաղաքը բնակչության թվով զիջում էր միայն Թբիլիսին ու Բաքվին։ 1923 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր մայրաքաղաք է դարձել Ստեփանակերտը։ Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1992 թվականի մայիսի 9-ին Շուշին ազատագրվել է հայկական զորամիավորումների կողմից։ Շուշին վերականգնելու ուղղությամբ իշխանությունների կողմից գործնական քայլեր են կատարվում։ Մինչև 2020 թվականը Շուշին դառնալու է Արցախի մշակութային կենտրոն։ Քաղաքի վերակառուցմանն ու գործազրկության մակարդակի նվազեցմանն է ուղղված նաև որոշ նախարարությունների տեղափոխումը Շուշի։ Այն, որ հանրապետության երկրորդ քաղաքը տարեստարի զարգացում է ապրում, անզեն աչքով է տեսանելի է։ Եվ չնայած նկարահանումներին խոչընդոտեցին առատ տեղումները, բայց եւ այնպես մեր օպերատորը կարողացավ անմահացնել բերդաքաղաքի գեղեցիկ տեսարանները։ Քաղաքի կենտրոնում է գործում Սուրբ Ղազաչեցոց ամենափրկիչ եկեղեցին։ Շուշիի մայր տաճարը կառուցվել է 1868-ից 1887 թվականներին։ Գանձասարի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցուց հետո այն Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։ Սկզբում այդ եկեղեցու տեղը կառուցեցին Զանգակատունը, որը 10 տարի ավելի շուտ կառուցվեց, քան եկեղեցին, եւ գործեց մինչեւ 1930-ական թվականները։ Իհարկե գիտենք 20 թվականին Շուշին վառեցին, ավիրեցին, սակայն դեռ հոգևորական կար, դեռ գործում էր եկեղեցին եւ արդեն 30 թվականից հետո, երբ արդեն Արցախը ամբողջությամբ Ադրբեջանի կազմի մեջ էր, եկեղեցին հոգևորական չուներ այլևս եւ դադարեց գործելուց, օգտագործում էր որպես պահեստ, որպես անասնագոմ։
Շուշիի ջարդերից հետո 1920 թվականին տաճարը դադարել է գործել։ Եկեղեցին ազերիներն օգտագործել են որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոկայանատեղի։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվել են տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների հուշարձանները։ Մինչև Շուշիի ազատագրումը տաճարը գտնվել է կիսավեր վիճակում, իսկ գմբեթը ամբողջովին փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եկեղեցին ազերիների համար ծառայել է նաև որպես ռազմական պահեստ, նշում է տաճարի հոգևոր հովիվը։ Գիտեին, որ հայերը եկեղեցին չեն պայթեցնելու եւ իրենց համար այս եկեղեցին շատ, այսպես ասած, մեծ լավ զինանոց էր եւ իրենց զենքը զինամոթերք այստեղ ապահով պահում էին։ 92 թվականին, երբ որ Շուշին ազատագրվեց, այդ զենքի մի մասը իհարկե մնաց հայոց բանակին եւ եկեղեցին գտանք փրկվեց, բայց խոնարհված վիճակում։ Շուշիի ազատագրումից 2 տարի անց 1994 թվականին արցախցիները ձեռնամուխ են լինում եկեղեցու վերակառուցմանը։ 4 տարի անց 1998 թվականի հուլիսի 19-ին Սուրբ Ղազաչեցոց եկեղեցին վերահսկվում է։ Սրբատեղի են այցելում ինչպես տեղաբնակները, այնպես էլ Շուշի այցելող հազարավոր զբոսաշրջիկները։ Սա իրոք մի հրաշք կոթող է, մեր հայոց պատմության մի մասնիկն է, որը կարող է հանդիսանալ նաև ի ապացույց ամբողջ աշխարհին մեր դարավոր մշակույթի կամ Շուշվա եւ Արցախի հայոց պատկանելիության մասին։ Чтобы все мои близкие были живы, здоровы, чтобы у всех всегда было хорошо, чтобы не было войны, чтобы люди жили мирно. Պետք է ամուր պահպանենք եկեղեցու հետ մեր կապը, որ հաղթել ենք այդ հավատքով, հիմա առավելապես պետք է հավատանք եւ միշտ առաջ շարժվենք մեր Աստծո աչքի մեջ մեր գլխավերևը լինի։ Եկեղեցու վերահսկումից հետո յուրաքանչյուր կիրակի տաճարում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում եկեղեցական բոլոր ծիսակատարություններն ու արարողությունները։ Մեր նկարանումների ժամանակ եկեղեցում տեղի էր ունենում պսակադրության արարողություն։ Անին եւ Վլադը շուշեցի են, ասում են, որպես իրենց սերն ավելի ամուր լինի, Աստծո օրհնությունը ստանալը պարտադիր է։ Ինչքան յուրաչին, ես սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Փայլակ Ֆարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։ Արցախի պետական պատմաներկրագիտական թանգարանը հանրապետության պատմամշակութային այն միակ օջախն է, որտեղ ներկայացված է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին։ Խորհրդային Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, ապա արցախցիների պարտադրված պատերազմի թոհուբոհում թանգարանի աշխատակիցները կարողացել են հավաքագրել ու պահպանել ազգի դիմագիծը ներկայացնող հազարավոր նյութական արժեքներ։ Թանգարանը բաղկացած է մի քանի սրահներից։ Տնօրեն Մելանիա Բալայանը նշում է, հիմնադրման առաջին իսկ օրվանից նպատակը մեկն է եղել, ինչպես տեղաբնակներին, այնպես էլ այցելող հազարավոր զբոսաշրջիկներին հաղորդակից դարձնել Արցախի պատմությանը։ Մենք ունենք հարուստ պատմություն, մենք ունենք այնպիսի հետաքրքիր պատմություն, որ շատ անգամ օտարին առեղծված է թվում, այսինքն թե ինչպես կարողացավ այս ժողովուրդը նման պայմաններում անգամ ստեղծել, արարել եւ պարզապես մեր նպատակն է այդ պատմությունը հնարավորինս տպավորիչ եւ համոզիչ ներկայացնել մեր հանրությանը եւ ինչու՞ չէ բոլոր հետաքրքրվողներին։ Թանգարանի պահոցներում ավելի քան 50,000 պատմամշակութային արժեք կա, որոնց գոյությունը փաստում է մեր արմատներն ու կենսագրությունը, նշում է թանգարանի էքսկուրսավարը։ Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով։ Եվ նախ եւ առաջ կցանկանայի ձեր ուշադրությունը սևեռել այս առաջին նկարին։ Այս ծառը սոսի ծառ է, մեր բարբառով կոչվում է տնջրե։ Ծառի տարիքն անցնում է 2000 տարուց, այսինքն ըստ ավանդության ասում են, որ ծառի տունը կատարվել է դեռևս մեր թվարկությունից առաջ առաջին դարում Տիգրամեծի Տիգրան II-ի օրոք։ Այսօր ծառի բարձրությունը հասնում է 54 մետրի։ Ծառը գտնվում է Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղում։ Հաջորդ սրահը հնագիտության բաժինն է։ Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության արժեքավոր նմուշներ, քարեդարյան գործիքներ, բրոնզե ամենատարբեր իրեր։ Թանգարանի աշխատակցուին նշում է, հատուկ ուշադրության է արժանի այս կարասը։ Հին ժամանակներում Արցախում ընդունված են եղել կարասային թաղումները։ Այս կարասը մեր թվարկությունից առաջ 4-ից 3-րդ դարերի կարաս է։ Սա նշանակում է դիակը մտցնում էին կարասի մեջ, մարդուն թաղում էին նստած կուչ եկած վիճակում, հետո կարասը փակում էին կափարիչով ու հետո արդեն թաղում հողի տակ։ Այս կարասի մեջ բացի մարդու կմախքից գտնվել են նաև այս երկու գուրզերը եւ մարտական կացինը, որն էլ վկայում է, որ անձը կարասի մեջ եղել էր զինվորական։ Եթե կիներ նրան թաղում էին զարդարանքներով, երեխա խաղալիքներով։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսվում է Արցախցու նահապետական ընտանիքի տեսարանով։ Այս բաժնում ներկայացված են նաև գորգագործական հին սարքավորումներ եւ 19-րդ դարի արցախյան ձեռագործ գորգեր, կարպետներ, հնաոճ վարագույրներ, տարազներ եւ այլն։ Պապիկն ու տատիկը զբաղված են իրենց առօրյա գործերով։ Պապիկը կոշիկ է կարում մեր ազգային սրածայր կաշվե տերեխները կամ չարեխները եւ տատիկը ճախարակ է մանում, թել է մանում։ Եվ երևի նկատեցիք տատիկի բերանը փակ է, սա անխոսության կամ խոնարհության նշան է։ Այսինքն 18-19-րդ դարերում արցախցի կանայք իրավունք չունեին տղամարդկանց ներկայությամբ խոսելու։ Ոմանք նույնիսկ իրավունք չունեին խոսելու իրենց սեփական ամուսինների հետ, եթե տանը ուրիշ տղամարդ կար։ Եվ եթե այդ ժամանակ ցանկանում էին ինչ-որ բան ասել ամուսնուն, դա նախ ասում էին սկեսուրին կամ եթե տանը երեխա կար երեխային, ու նրանք արդեն պետք է հաղորդեին խոսքերը ամուսնուն։ Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր եւ նորագույն բաժինները, որտեղ ներկայացված են արցախահայության ազգային ազատագրական պայքարին վերաբերող նմուշներ։ Թանգարանի աշխատակցուհին նշում է, մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես համազգային շարժումը, ազատագրական պատերազմն ու հանրապետության կայացման ճանապարհը ներկայացնող վերջին բաժինը։ Մեր հիմնախնդրի միջազգայնացումը ինքնիստինքյան մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում եւ այսօր Արցախ են ժամանում ամենատարբեր երկրներից զբոսաշրջիկներ։ Բացառիկ նմուշներով հարուստ է նաև Շուշի քաղաքում գործող ժամանակակից գորգերի թանգարանը։ Այստեղ ներկայացված են տասնյակ գորգեր ու կարպետներ Լեռնային Ղարաբաղի տարբեր գյուղերից։ Այստեղ կարելի է հանդիպել բավականին հազվագյուտ նմուշների, որոնք դարերի վաղեմություն ունեն։ Այս գորգը 170 տարեկան է, կոչվում է կենաց ծառ եւ ունի աստվածաշնչյան սցենար։ Օրինակ, եթե այստեղից նայեք, կտեսնեք, որ նկարված է ծառ, նրա վրա խնձորներ ու ծաղիկներ կան։ Ներքևում ուղտեր են, այսինքն սա դրախտի նկարագիրն է։ Ուղտը ներկայացվում է որպես դրախտային կենդանի։ Ղարաբաղյան գորգերին բնորոշ են հագեցած գույները, նախշերի նրբությունն ու բազմազանությունը, որոնք ինչպես նշում է թանգարանի էքսկուրսավարը, գալիս են դեռևս վաղ քրիստոնեական շրջանից։ Այս նկարը նշանակում է ծաղկող խաչ, այսինքն լավ կյանքից խաչը ծաղկում է, եւ երբ նորահարսը տուն էր բերում այսպիսի գորգ, դա շատ լավ նշան էր, տուն էր մտնում հաջողություն, հարստություն։ Ինչպես պետական պատմաերկրագիտական, այնպես էլ Շուշիի գորգերի թանգարանի դերը բացառիկ է արցախահայության ակունքների, պատմական ուղու գիտական պարզաբանման եւ պատշաճ ներկայացնելու գործում։ Իսկ հարուստ մշակույթը յուրաքանչյուր ազգի այցեքարտն է եւ դրանում կարելի է համոզվել մեկ անգամ այցելելով Արցախ։ Փայլակ Ֆարադյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։ Տիգրանակերտի պեղավայրը գտնվում է Մարտակերտի շրջանում Խաչենագետի աճապին։ Քաղաքը կառուցվել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում հայոց արկա Տիգրան Մեծի կողմից, ով հսկայական կայսրության մեջ հիմնել էր իր անունը կրող 4 քաղաք։ Արցախում գտնվող Տիգրանակերտի մասին հիշատակել են 7-րդ դարի պատմիչներ Սեբիոսը եւ Մովսես Կաղանկատվածին։ Այն որպես բնակավայր գոյություն է ունեցել մինչև ուշ միջնադար եւ գտնվել է Խաչենի իշխանության ներքո։ Մարտակերտի շրջանը ազատագրվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայ կամավորականների կողմից, իսկ Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Սա Տիգրանակերտի պետական պատմական արգելոցն է, որը հիմնադրվել է 2009 թվականին։ Արգելոցի տնօրենը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակչուհի Անահիտ Լորեցյանն է։ Լորեցյանների ընտանիքը 2002 թվականին տեղափոխվել եւ բնակություն է հաստատել Արցախում։ Տիկին Անահիտը նշում է, դժվար է եղել հարմարվել նոր միջավայրին, սակայն արցախցիների ջերմ վերաբերմունքի շնորհիվ վերջնականապես Արցախում հաստատվելու որոշում են կայացրել։ Հարազատ մարզի հեռուստաընկերության աշխատանքային խմբին Լորեցյաններն ընդունեցին առանձնակի ջերմությամբ։ Նշեցին, որ սոցիալական պայմաններն են պատճառ դարձել, որ Արցախ տեղափոխվելու որոշում կայացնեն։ Երբ 2009-ի վերջին արդեն Տիգրանակերտ հնավայրի համար թանգարան ստեղծվեր, մեզ արդեն լավ ճանաչում էին Ղարաբաղում, առաջարկեցին, որ ես դառնամ արգելոցի եւ թանգարանի տնօրեն, իսկ տղաս քանի որ լեզուների էր տիրապետում, զբոսավար է։
Վարամ Լորեցյանն աշխատում է Արգելոցում, ակտիվ մասնակցություն է ունեցել 2005 թվականից սկսված պեղումներին։ Տիգրանակերտի հայտնաբերումը քաղաքական մեծ նշանակություն ունի, ասում է Վարամ Լորեցյանը։ Սա ապացույց է, որ ազատագրված տարածքներն իրոք մեր հայրենիքի մի մասն են եղել։ Պեղումների ընթացքում հայտնաբերված բազմաթիվ հոգևոր ու նյութական արժեքներ ներկայացված են Արգելոցում։ Մենք հայտնաբերել ենք զենքեր, աշխատանքի գործիքներ, նույնիսկ հայտնաբերել ենք կնիկներ կամ բուլաներ, որոնք վաճառականների կամ ինչ-որ մաքսավորների կնիկներ են եղել ու սկսած անտիկ շրջանից մինչև վաղ միջնադար կարելի ասել, որ քաղաքում գործել է նաև մաքսատունը, Տիգրանակերտ քաղաքը հենց սկսած Տիգրանի շրջանից մինչև վաղ միջնադար եղել է հայոց այս շրջանի ադմինիստրատիվ ամենախոշոր կենտրոններից մեկը։ Տիգրանակերտում նկարանումներ իրականացնելու ժամանակ էլ հանդիպեցինք պեղումներն իրականացնող արշավախմբի անդամներից մեկին։ Լյուբա Կիրակոսյանը ճարտարապետ է։ Նշում է, որ պեղումների արդյունքում բացվել են հելենիստական քաղաքի երկու հիմնական պարսպապատերն ու աշտարակը։ Աշխատանքներ են տարվում պարսպապատի շարունակությունը բացելու ուղղությամբ։ 4-5 կետերում այդպես տեղամասեր են առանձնացվում եւ դրանց հետազոտությունը կատարվում է եւ հետագայում արդեն ընթացքում է նույնպես այդ բացված ուրեմն եւ շինարարական եւ ճարտարապետական ավերակները ամբողջը վավերացվում է եւ հետո չափագրվում, ներկայացնում։ Հետագայում այս արդյունքները նաեւ մշակվում են, գտածոները վերամշակվում են, այսպես ամրացվում են։ Պեղումների արդյունքում գտնվել եւ ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը եւ վաղ միջնադարի բազիլիկ եկեղեցին։ Քաղաքը հիմնականում կառուցված է եղել սպիտակ կրաքարով։ Միջնաբերդ մեզ ուղեկցեց թանգարանի աշխատակիցը։ 68-ամյա Հարություն Բաշիրյանը ճանապարհին պատմեց, որ պեղումների արդյունքում բացվել է ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 60 մետրանոց հատվածը։ Չափերով այն իր ժամանակի ամենամեծ պեղված պարիսպներից մեկն է Անդրկովկասում։ Պեղումների արդյունքում հայտնաբերված յուրաքանչյուր մասնիկ խոսում է այն մասին, որ այս տարածքն սկզբանե բնակեցված է եղել հայերով, նշում է Հարություն Բաշիրյանը։ Սա ազատագրած հողամաս է, որ մեր իսկական հայկական հողերը մենք ազատագրել ենք։ Դե արյունով վերցրած հողն էլ ոչ մի անգամ հետ չեն տալի։ Տիգրանակերտում պեղումները շարունակական բնույթ են կրելու, իսկ հայտնաբերված յուրաքանչյուր իր նյութական եւ հոգեվոր վկայությունն է այն փաստի, որ քաղաքը բնակեցված է եղել հայերով։ Հարաժեշտ տալուց առաջ մեկ անգամ եւս նշեցին Լորեցյանները, հույս հայտնելով, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա ամբողջովին բացահայտված Տիգրանակերտում։ Փայլակ Վարդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Արցախ։